Ողջույն սիրելի ընկերներ, ես գտնվում եմ Հղիության 37 շաբաթում եւ եկել է ժամանակը միասին հավաքելու ծննդատան իմ պայուսակը։ Շատ վիդեոներ եմ տեսել, ինչպես են հավաքում ծննդատան պայուսակը եւ որոշեցի այս անգամ ոչ թե ցույց տալ ընդհանուր հավաքված արդեն իսկ այս տոպրակների մեջ հավաքված դրված պարագաները, այլ որոշեցի միասին ամբողջ այստեղ արդեն տեսակ վիդեոյի մեջ շարել եմ, միասին տեղադրենք եւ ինչ որ ավել է, ինչ որ պակաս է, միասին հասկանանք եւ տեսնենք։ Թեպետ այստեղ ունեմ գրված արդեն այն իրերը, որոնք պետք է ավելանան իմ ցուցակին։ Այստեղ այս դեղին փոքր թղթի վրա գրել եմ, որ շուտով դուրս եմ գալու տանից, ավելացնեմ, գնեմ եւ բերեմ ավելացնեմ արդեն պատրաստի պայուսակի մեջ։ Քանի որ ունեմ որոշակի ժամանակ ցավեր, կծկումներ, դրա համար որոշեցի, որ այսօր 37 շաբաթը լրանալուն պես վերջնական, քանի որ ինչպես որ այսպես տեսնում եմ, իմ բոլոր իրերը պատրաստ են, հավաքեմ, տեղադրեմ եւ պատրաստ սպասեմ, քան մի փոքր էլ ուշացնեմ եւ ամեն ինչը ցիրուցան լինի ու չիմանան, որը որտեղ դնեն։ Տեսեք, ուրեմն եկեք միանգամից սկսենք այս մեծ պայուսակից կամ կարող ենք սկսել երեխայի պայուսակից։ Քանի որ ես Շենգավիթ ծննդատանն եմ ունենալու իմ փոքրիկին եւ սա իմ երկրորդ փորձառությունն է ծնող դառնալու, տղաս ինչպես որ գիտեք արդեն 4 տարեկան է եւ մոտավոր հիշում եմ թե ինչ է անհրաժեշտ եւ ինչ չէր անհրաժեշտ այնտեղ առաջին այսպես ասած ժամերի ընթացքում ինձ։ Սկզբի համար երբ որ գնացել էի տարել էի միանգամից ինձ հետ այդ մեծ պայուսակը, փոքր պայուսակը ներքևից այսինքն բարձրացրեցի ինձ հետ, մայրապետ օգնեց բարձրացնեմ, բայց այս անգամ այդ նույն սխալը չեմ անի եւ ինձ հետ տանելու համար փոքր մի հատ պայուսակ կվերցնեմ, տոպրակ նույնիսկ ոչ թե պայուսակ, որտեղ իմ հագուստը կտեղադրեմ եւ կվերցնեմ այն ամենը, ինչ որ դնելու եմ այդ տոպրակի մեջ, հիմա ցույց կտամ ինչ իմաստ է խոսքը, որովհետեւ Շենգավիթ ծննդատանը տալիս են հատուկ ստերիլ խալաթներ, ծննդաբերության համար նախատեսված, ամբողջությամբ հանում ես դու քո հագուստը, չես կրում որևէ բան, միայն վերցնում ես քո հողաթափը եւ նասկիները, որոնք պետք է այնտեղ հագնես, եթե անհրաժեշտություն կա։ Այսինքն հիմնական անհրաժեշտությունը միշտ լինում է, որովհետեւ այդ ցավերի ընթացքում եւ տաքանում եւ սառում է քո մարմինը այդ փոփոխություններից եւ այլն։ Ինչևէ, եկեք հավաքենք այս փոքր պայուսակը, սա երեխային է, որպեսզի ավելի հեշտ լինի այնտեղ գնալուն պես իմանալ, որ սա երեխայի պարագաներն են։ Ուրեմն, ինչ եմ առաջինը դնում երեխայի պայուսակի մեջ։ Քանի որ մինչև այս իմ վլոգները տեսել էիք, թե ինչ եմ գնել եւ այլն, այստեղ ուզում եմ ցույց տալ, այսպես զիպ տոպրակների մեջ հավաքել եմ։ Սա իմ նշած Come Baby տակաշորերն են մեկ անգամյա, այստեղ վերցրել եմ երեխայի համար առաջին 3 հատ օգտագործման տակաշորեր, նշում եմ երեխայի, որպեսզի տարբերակեք հետո դուք։ Վերցնում եմ 3 հատ այսպիսի տակաշոր, վերցնում եմ 3 հատ այս տակաշորերից, որից մեկը որոշել էի վերցնել անջրանցիկը, հետո մտքափոխվեցի, որովհետև անջրանցիկը այնտեղ ընդհանրապես պետք չի գալիս, մեծ րոպի ժամանակ իմ 2 անջրանցիկներն էլ տարել էի անիմաստ, թեպետ մեծ րոպի ժամանակ ես մնացել եմ 15 օր, քանի որ մեծ րոպը բոքսում է բարկած եղել այդ ընթացքում, բայց ամեն դեպքում միևնույն է ինձ անհրաժեշտ չեղավ այդ ժամանակ, երբ որ արդեն բարձրացրեցին բոքս եւ այլն, այնտեղ նոր հարկավոր եղավ, այնպես որ 3 հատ վերցրեցի այս տակաշորերից, որը կարող եք նաև վերմակ որպես օգտագործել, եթե շատ շոկ լինի, եթե ոչ, ապա միայն սովորական որպես տակաշոր իր այդ անկողնու մեջ գցելու համար, որով որ բերում են երեխա։ 3 հատ այս պլյոնկաներից, 3 հատ մեկ անգամյա պլյոնկաներից։ Սա դնում ենք այսպես։ Հիմա ընդհանուր որ հավաքվի բոլորը, արդեն ուղղությամբ կշարեք։ Պարտադիր կերպով վերցնում եմ մեկ վերմակ, ինքը իրականում հաստ չէ, ոչ էլ շատ բարակ է։ Ծակոտիներով է, արդուկած, լվացած, պատրաստ, բոլորը նախապես արդուկում եւ լվանում ենք ու նոր տեղադրում ենք։ Պարտադիր վերմակը վերցնում եմ։ Այստեղ առանձնացրել եմ երեխայի համար թաշկինակներ, նասկիներ, գլխարկ եւ թաթիկներին հագցնող իր թաթիկապանը, այսպես ասած, որը հիմնականում սկզբի ժամանակ անհրաժեշտ է լինում, քանի որ իրենց եղունգները վնասում են իրենց։ Վերցրել եմ 2 հատ նմանատիպ գլխարկ, այս տոպրակի մեջ, շորերի մեջ հիմա ցույց կտամ կոմպլեկտի մեջ, մեկ գլխարկը հենց կոմպլեկտի մեջ եմ դրել։
եւ վերցրել եմ այսպես 3 հատ թաշկինակներ։ Կրկին արդուկած ամբողջը պետք է պատրաստ պահեք։ Վերցրել եմ 2 նասկի, բեժվի եւ ռոզովի, սրանք էլ եք տեսել գնումների ցանկում, եւ թաթիկա պան է իրեն համար։ Այնքան անուշ հոտ է գալիս Teo Baby եւ արդուկածի հոտը։ Ուրեմն, սա նույնպես ունեմ այստեղ։ Ամենագլխավորներից, որ շատ հաճախ հարցնում են, թե ինչ հագուստ տանել։ Իմ առաջին փորձառությունից ամեն դեպքում ինչքան որ տարել էի հագուստները, այդքան էլ ինձ բավականացրել է, այսպես ասած, եւ ուզում եմ մի գաղտնիք բացել։ Իրականում այն բոլոր իրերը, այն բոլոր հագուստները, այն քանակը, որ դուք տանում եք եւ անհրաժեշտ բոլոր իրերը երեխայի համար, որ դուք տանում եք, իրականում ամբողջությամբ հերիքում է այնտեղ, ինչ որ մի ձև կարողանում ես հերիքացնել եւ իհարկե տանեցիներին ասում ես ուղարկում են մայրապետի հետ եւ այլն, բայց շատ կարեւոր է պատրաստ գնալ եւ կոպիտ ասած ամեն ինչին պատրաստ լինել եւ ձեռքի տակ ամեն ինչը ունենալ։ Դրա համար միշտ նախապես ավելի լավ է որ տանը ամեն ինչը պատրաստված, արդուկած, տեղադրված լինի իր դարակում, ամեն ինչը առանձին, տոտիկը առանձին, չգիտեմ, բազունկան առանձին, ամեն ինչը առանձին, որպեսզի կարողանան ձեր հարազատները վերցնել եւ ուղարկել։ Ուրեմն, ինչ եմ ինձ հետ տանելու երեխայի հագուստից։ Այստեղ առանձնացրել եմ բոձիները երկարաթև, 4 զույգ նմանատիպ երկարաթև բոձիներ։ Տեղադրում եմ տոպրակում։ Բոձիները առանձին եմ երկարաթևը դրել, որպեսզի ես չշփոթեմ եւ իրար վրա խուրց եղած չլինի, ավելի գեղեցիկ լինի եւ ավելի հասկանալի վերցնելու համար։ Հիմա ուղղեմ թաթիկը իմը, աղջկա, հագուստի թաթիկը։ Ուրեմն 4 հատ նմանատիպ երկարաթև բոձի, վերցրել եմ կրկին 4 զույգ նմանատիպ բազունկաներ, այսինքն ոտիկ, թաթիկ իրար հետ։ Այստեղ մեկ բազունկան ունի իր հետ գլխարկ, դրել եմ իրար հետ, որպեսզի այնտեղ եթե անհրաժեշտ լինի հագցնեմ։ 4 հատ սրանից եւ տեսեք, քանի որ անհրաժեշտ է լինում այնտեղ տոտիկները եւ ես ունենալու եմ մոտակա ժամանակներս եւ լինելու եմ մի փոքր տակ, թեկուզ կարծում եմ որ հագցնելու եմ երկարաթև բոձին ամեն դեպքում, բայց ինչևէ, առանձնացրել եմ տոտիկ եւ բոձիները, այսպես, որպեսզի եւ քիչ տեղ զբաղեցնի եւ լինի ավելի կոմպակտ եւ գեղեցիկ։ Բոձին իր տոտիկի հետ։ Տեսակ, տոտիկը մեջն է։ Այսինքն, սա իր տոտիկն է, սա բոձին է։ Հա, տղես։ Ինչ ես անում։ Դասավորում եմ։ Եվ այսպես շարունակ, շնչող բոձի, հա տղես, շնչող բոձի եւ տոտիկ։ 2 3 Եվ իր առանձին 2 բոձիները շնչով, մոս մի արա տղես։ 4 զույգ նմանատիպ, 4 զույգ բազունկա, 4 զույգ երկար բոձի երկարաթև եւ այս կարճաթևներից, անթևներից իրենց տոտիկների հետ։ Հիմա տեղադրենք, մոս ջան, դու մի արա տեղադրեցինք այսպես։ Իրականում սա չեմ ուզում թարգել, որպեսզի հանկարծ չվնասեն։ Դնում ենք պլյոնկաների, վերմակի կողքով։ Այստեղ նաև դնում ենք բոձիները։ Եվ իր թաշկինակը, գլխարկը եւ այլն։ Սա երեխայի հագուստի մասով է։ Այստեղ իհարկե ավելացնելու եմ իր շիշը, սոսոները, ավենտից է եւ կանապոլից, շիշը նուկից է, շատ վաղուց եմ տեսել հավանել, այնպես որ դրա համար ի սկզբանե գիտեի, որ վերցնելու եմ հենց նուկի այս շիշը, թեպետ ես չիկոյի շատ մեծ սիրահար եմ։ Սոսոն ավենտի եւ կանապոլինն է ստերիլիզացված արդեն պատրաստ, շիշը նուկին է։ Սա եւս տեղադրելու եմ այստեղ, որովհետեւ վստահ եմ, որ բոլորը ինձ այնտեղ անհրաժեշտ է լինելու իմ առաջին փորձառությունից։ Եվ հույս ունեմ, որ սոսոն պարտադիր անհրաժեշտ է լինելու։ Խնամքի պարագաներից վերցնում եմ սանոսանի այս մալաչկոն, մարմնի ամբողջ խոնավեցման համար եւ վերցնելու եմ, կարծում եմ, չգիտեմ ինչու, դեռ այդպես եմ մտածում, որ վերցնելու եմ Ջանազյանի տակտիրի քսուկը, որ արտադրել են իրենք, դա պետք է այսօր առնեմ այս թղթի մեջ, որտեղ նշված էր, որ որոշակի բան ավելացնելու, նշել եմ հենց դա։ Ուրեմն վերցնելու եմ սրանք եւ եւս տեղադրելու եմ այստեղ։
Ինչու այստեղ չեմ տեղադրում երեխայի թաց անձեռոցիկը եւ պամպերսները, որը վերցրել եմ հագիսի 0-ն, վերցրել եմ 15 հատ սկզբի համար։ Եթե արդեն պակաս լինի, այնտեղ կկարողանամ հանգիստ տանեցներից ոնց որ ուզել։ Եվ լովուլարի թաց անձեռոցիկը, որը նորացնային ժամանակ ամենահարմար եւ ամենալավագույններից է, որ կարելի է օգտագործել։ Սա չեմ տեղադրում այստեղ, որովհետև շատ ծանրություն կանի եւ շորերը ամբողջը կծռմռատի, դրա համար չեմ ուզում այստեղ տեղադրել։ Սա եւս երեխայի ոնց որ պարագաներն է։ Քանի որ կողքերը դատարկ են, կարելի է տեղավորել։ Սա տոպրակի մեջ կդնենք եւ կտեղավորենք։ Ահա երեխայի ամբողջ պայուսակը, որ այնտեղ մեզ անհրաժեշտ է լինելու։ Սա այսպես, հիմա հավաքում ենք իմ պայուսակը։ Սա նույնպես այստեղ առանձնացնեմ։ Եկեք տեղափոխվենք այս մյուս կողմ։ Ահա, վերցնում ենք մեծը։ Եկեք դնենք այսպես։ Ուրեմն առաջին պարագաներից, որոնք ուսում եմ լավ նորմալ երևում է։ Տեսեք, այստեղ եւս վերցրել եմ սավաները, մեկ անգամյա օգտագործվող տակաշորերը, որովհետեւ գրեթե հենց սկզբից ամենաշատ օգտագործվող բաները սրանք են։ Սրանք պարտադիր կերպով տեղադրում եմ տոպրակի մեջ, պայուսակից մեջ։ Ինչ է ուզում ասել, ծննդական այստեղ առանձնացրել, հա։ Տեսեք, ես վերցրել եմ ինձ համար այսպիսի փոքրիկ տոպրակ, որտեղ նշել եմ ծնարան, կտեսնեք թղթի վրա գրված է ծնարան։ Ինչ եմ նշել ինչ եմ տանելու այս ծնարանի համար նախատեսված տոպրակի մեջ։ Տանում եմ ինձ համար մեկ անգամյա օգտագործման այս պլյոնկաներից, տակդիրը մեկ անգամյա օգտագործման մեծերի եւ երեխայի համար մեկ հատ պլյոնկա եւ մեկ հատ պամպերս հագիսի, քանի որ երեխային այնտեղ տանելու ժամանակ ու նասկի։ Այստեղ նաեւ ավելացնում եմ իմ հողաթափերը։ Երեխային տանելու ժամանակ շրենկավիթը այն ժամանակ այդպես էր, հիմա չգիտեմ ինչու մտածում եմ հիմա էլ է այդպես, իրենք հագուստ այնտեղ տրամադրում են, այսինքն իրենք իրենց հագուստ են հագցնում ստերիլ, պատրաստի, փաթաթում են եւ բերում են մամայի մոտ, հետո արդեն մայրիկը նոր մնացածը անում է։ Ծնարանի համար վերցնում ենք մեկ անգամյա այդ տակաշորերից, մեկ անգամյա օգտագործման տակդիրը մեծերի համար նախատեսված, նասկի երեխայի համար իր պլյոնկա եւ տակդիրը։ Եվ այստեղ ավելանում է ռեզինե իմ հողաթափերը, սերգույն եմ վերցրել, որովհետև բեժվեր ունեմ, բայց սերգույն եմ վերցրել, որովհետև խալաթի եւ գիշերազգեստի հետ սա համապատասխան կլինի։ Այս անգամ խալաթի գույնը եւ գիշերազգեստի գույնը մոս մատիտը տվես։ Սա հենց սրա մասին է ողի սկզբում խոսում, որ ծնարանի համար նախատեսված հողաթափերը, նասկիները եւ այլն, ես հա դնելու եմ փոքր տոպրակի մեջ, որպեսզի կարողանան հենց միանգամից ներքևից մայրապետին սա փոխանցել, որովհետեւ միայն սա է ինձ այնտեղ անհրաժեշտ լինելու։ Այստեղ ավելանալու է միայն մեկ շիշ ջուր, որը էլի հարցական այնտեղ ինձ անհրաժեշտ է լինելու, թե ոչ, մեծ րոպե ժամանակ անհրաժեշտ չի եղել մինչև վերջ, բայց ամեն դեպքում մեկ շիշ ջուրը կդնեմ այստեղ։ Ուրեմն այստեղ երկու նմանատիպ գիշերանոց գիշերազգեստ, մեկը բացվում է հետևյալ կերպ, կերակրման համար հարմար։ Սրանք եւս արթուկած, արդեն պատրաստ է, հիմա ես իրեն տոպրակի մեջ կտեղադրեմ, երեք արթուկել էի, խոնավեր մնացել վերևի հատվածը արթուկի ջրից։ Ուրեմն սա մեկ գիշերազգեստ կերակրման համար եւ երկրորդը էլի արթուկած է, սա մի փոքր ավելի հաստ է, էլի կերակրման համար նախատեսված, պլեչներն է հաստ։ Սա այս տեսակ է։ Մոզ ջան, ցածրացրու տվես։ Ցածրացրել։ Այսպես է։ Այս երկուսը տեղավորում ենք այստեղ։ Սա դնում եմ այսպես մի փոքր ծերի հատվածում, որովհետև
Այնտեղ հենց գնաց հիմնականում հենց սա է միայն անհրաժեշտ լինում։ Այսպես ունենք։ Ուրեմն վերցրել եմ մեկ անգամյա օգտագործող բնականաբար սենի հենց հետ ծննդաբերական միջադիրները, որոնք ամենաշատն են անհրաժեշտ լինում, դրա համար խորհուրդ եմ տալիս չտանել քանակով, այլ վերցնել ամբողջ բաճկայով, այսինքն չտանել 5 հատ, 4 հատ վերցնել հենց այսպես բաճկայով։ Այստեղ թուղթն ենք դնում զուգարանի, այստեղ խնամքի միջոցները, ես վերցրել եմ մազերի բալզամը իմ ներքի միջից, որ ավելի փոքրիկ լինի, տեղ չզբաղեցնի, այստեղ վերցրել եմ մի արա Մոզ ջան, այստեղ վերցրել եմ բնականաբար ատամներ լվանալու համար, հենց այսպես դարոշնի պաստան և խոզանակը և շամպույն, լոգանքի և շամպույն, հա։ Լոգանքի գելը սրա կանաչը փոքր սրվակ այնտեղ ունեմ, եւս թղթի մեջ ավելացրել եմ, որ պետք է փոքր լոգանքի գելը երեխայի լցնեմ, որովհետև այդ ժամանակ մեսրոպի ժամանակ եմ այդպես արել, օգտագործում էի այդ ժամանակ բյուբխենիելի լոգանքի գելը եւ հենց ինձ է տարել էի բյուբխենի լոգանքի գելից փոքր սրվակի մեջ։ Այստեղ էլ կանաչի, սրա կանաչի մեջ ավելացնելու եմ Եվ տանեմ, հա, այստեղ վերցնում ենք սրբիչ, փոքր հիմնականում փոքր սրբիչ է վերցնում, որովհետև ամեն դեպքում խալաթը այդ ընթացքում փրկություն է լինում, բայց սրբիչը պարտադիր է։ Կան մեկ անգամյա օգտագործման սրբիչներ, դա եւս ի նկատի ունեցեք, եւ եթե ուզում եք կարող եք հենց մեկ անգամյա սրբիչները տանել։ Վատնի դիսկերն է, ականջի մաքրիչներն է, այսպես միասին հարմարեցրել եմ մի ամանի մեջ։ Այստեղ ունեմ ինձ համար նաև օգտագործման թաց անձեռոցիկ, եւ փոքրն եմ վերցրել եւ մեծը, կարծում եմ, բայց կվերցնեմ այս փոքրը, որովհետեւ ամեն դեպքում մեսրոպի երեխայի լովուլարից այդ ընթացքում եթե անհրաժեշտ լինի, կօգտվեմ, բայց սա առաջին ձեռքի տակ պարտադիր է որ լինի։ Կարող եք չորել վերցնել փոքր, բայց չորը ինձ կարծում եմ անհրաժեշտ չի լինի այնտեղ։ Սա ես տեղադրում եք։ Պարտադիր խորհուրդ եմ տալիս ձեզ հետ վերցնել առնառազվի մի քանի տոպրակներ, ես այսպես գնել եմ, որովհետև այնտեղ հաճախ անհրաժեշտ է լինում տոպրակ ձեռքի տակ ունենալ, չգիտեմ, տակդիրի համար է, քո իրերի համար է, ինչևէ, միշտ ունեցեք այսպես առնառազվի նոր տոպրակներ։ Հա, տղես։ Ապրես, տղես։ Հա, տղես։ Այս արանքով այսպես կտեղեցում ենք այսպիսի կրծքի միջադիրներ։ Սա եւս այսպես տեղադրում ենք։ Ես ինձ հետ նաեւ տանելու եմ իմ կթիչը, որը պատվիրել էի նախապես, էլեկտրական է, այս անգամ ձեռքի կթիչ չեմ օգտագործելու, որովհետեւ հերիք էր առաջին փորձառությունը։ Այսպեսին է էլեկտրականը։ Հաստատ տեսել եք, հանդիպել եք էլեկտրականը իր զրադաշնիկի հետ։ Եվ վերցնելու եմ բնականաբար Happy Baby, որ նախապես ասել էի, պահուստային կաթի համար, այսինքն երբ որ կերակրում ես, կարող ես ամրացնել եւ կաթը այսպես չի կորի, այսպես ասած։ Կարող ես մտնել, տեսնել, կարդալ, ոյ, սա չպետք է, ես կվերցնեմ սա կարողկայով, որպեսզի հանկարծ չվնասվի։ Այստեղ արդեն տակդիրներն են ինձ համար նախատեսված։ Երկու ներքնասկեստ արդուկած էլի ստերիլ պատրաստ, եւս մեկ նասկի, էլի առանց ռեզինի, հատուկ հենց ծննդաբերական, որովհետեւ ռեզինից ուռում է ոտքը։ Տակդիրներն այստեղ։ Սա մենք ենք այս հատվածում։ Սա ամենաշատն է այնտեղ անհրաժեշտ լինելու։ Սա ավելացնում ենք իրերի, ես կդնեմ այստեղ այս հագուստի մեջ, որ կարողանամ հետո գտնել։ Ավելացնում ենք հեռախոսի համար նախատեսված մարտկոցը, որպեսզի այնտեղ խնդիր չունենանք, եւ անձնագիրը։
ու նաև քանի որ այնտեղ առանձին տեղ չկար, երեխայի տակդիրը եւ թաց անջրոցիկը եւս կտեղադրեմ այստեղ։ Ինչ եմ այս թղթի մեջ ուրեմն նշել։ Այստեղ ավելացրել եմ, որ պետք է առնել տակդիրի կրեմը Ջանազյանի, անհոտ անտիպեսպերանտ, որ այստեղ պետք է տեղադրեմ էլի իմ հիգիենայի պարագաների մեջ, հենց վաճառում են, հենց այդպես, որ անհոտ է, որպեսզի երեխան ինչ-որ, չգիտեմ, ալերգեն ֆոն չստեղծվի երեխայի մոտ։ Պարտադիր կերպով իմ առաջին փորձառությունից ինձ շատ օգնած Wordon մոմիկը, մի 5 հատ կվերցնեմ, եւ կվերցնեմ ջուր խմելու համար տուրբոչկաներ ու աման եւ բաժակ մեկ անգամի օգտագործման, հենց մեկ տուփ կվերցնեմ, կտեղադրեմ այստեղ, հիմնականում այնտեղ անհրաժեշտ չի լինում, բայց ամենեքում ձեռքի տակ պետք է ունենալ։ Դե ինձ սիրելի ընկերներ, այսքանն էր իմ ծննդատան համար նախատեսված պայուսակը, կարծում եմ ձեզ ինչ-որ չափով օգնեց, դուք էլ մեկնաբանություններում գրեք ինչը կավելացնեիք կամ ինչը կպակասեցնեիք, այն բոլոր հղիները, ովքեր գտնվում են 37, 38, 39 շաբաթեկանում եւ սպասման մեջ են ինպես, բոլորիդ մաղթում եմ բարի ազատում, զինվեք համբերությամբ, շատ քիչ է մնացել, որ հանդիպենք մեր հրաշքներին, այնպես որ լավ եղեք, լավ մնացեք, ամենակարևորը ձեզ լավ նայեք, առաջինը մայրիկն է կարևոր, հետո նոր փոքրիկը, բոլորիդ շատ սիրում եմ եւ իսկապես ի սրտե այն մարդիկ, ովքեր երազում են եւ ուզում են, որ փոքրիկ ունենան, ի սրտե կամենում եմ եւ ցանկանում եմ, որ այս տարի բոլորիդ երազանքները կատարվի։